Երկուսեր առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ, այո, հենց առավոտից միայն սեր եւ միայն սուրճ առույգանալու եւ երջանիկ լինելու համար։ Բարի լույս, հուսով ենք սուրճն արդեն կրակին է կամ գուցե դուք այնքան վաղ եք արթնանում, որ արդեն վայելում եք այն ինչպես մենք, Սերժն էլ խոստանում ենք մենք ապահովել առաջիկա 1.5 ժամվա ընթացքում եթերում Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանն են լինելու այսօր, առավոտը սկսենք միասին։ Այո, սկսենք միասին լավ հաճելի տրամադրությամբ եւ փորձեք առավոտից այնպես կազմակերպել ձեր օրը, որ միմիայն հաճելի մարդկանց հանդիպեք։ Հրաշալի կլինի ունենաք, այո։ Եթե կա նման հնարավորություն, վստահաբար արժե ֆիլտրել, հատկապես որ փաթ է, հաջողակ մարդիկ ասում են, որ պիտի ֆիլտրես շրջապատդ, եթե ուզում ես հասնել հաջողությունների, ապա քեզնից հաջողակներին պիտի ընտրես, որպեսզի շրջապատումդ լինի այդ դրական լիցքը եւ դու կարողանաս բարձրանալ։ Երբ որ ընտրում ես մարդկանց, որոնք դեռ չեն հասել քեզ, ապա դու կարող ես իջնես։ Հետևաբար, եթե առաջընթացի կողմնակից ես, ապա միայն առաջ եւ միայն այն մարդկանց հետ ավելի շատ պիտի շփվես, հատկապես աշխատանքային հատվածում, որոնք քեզնից երկու քայլ առաջ են։ Հետաքրքիր է հնչում, ի վերջո ասում են, չէ, ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու, դե հա, կարծես թե այո։ Իրականում այդպես էլ կա, լավ եւ վատ մարդ գոյություն չունի, ուղղակի մարդկանց տիպեր կան, որ իրար համապատասխան են, հարմար են, նույն արժե համակարգն ու մտածողությունն ունեն կամ հակառակը։ Իդեպ Լուսինե, գիտես, մարդկանց տիպերից խոսեցիր եւ մի անգամ ընկերներիցս մեկից մի միտք եմ լսել, որը հետո ուսումնասիրելով եւ այդ թեմայի շուրջ խորանալով հասկացել եմ, որ կա ճշմարտության նշվել։ Ասում են, եթե շատ երկար մտածենք, ապա կհասկանանք, որ աշխարհում գոյություն ունի 16-18 տեսակի մարդ եւ իրականում մարդկանց հեշտ միշտ կա, չէ, որ ասում ենք, այս ինչի նման մարդ է, իմ տեսակի մարդ է եւ իսկապես կարծես թե սա։ Ու այդպես բաժանել են այդ սկզբունքով հորոսկոպին կենտրոնակի նշանները։ Իդեպ այո, գուցե հենց այդպես էլ որոշել են բաժանել։ 9:32 մենք ուղիղ եթերում ենք ոչ միայն FM հաճախականությամբ, այլ նաեւ մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո եւ կայքում armradio.am մեր օպերատիվ ռադիո լսողները նույնիսկ հասցրել են մեկնաբանություններ գրել Նարեկ Մկոյանն է մեզ միացել ծաղկե փնջով, Տիգեն Եղիազարյանը բոլորիս մաղթում է բարի լույս եւ հաճելի օր։ Դուք նույնպես կարող եք մեզ մեկնաբանություններ գրել եւ զանգահարել 553702 հեռախոսահամարով։ Եվ գրեք նաեւ թե ինչ կարծիք ունեք մեր արտահայտած մտքերի մասին։ Մենք իհարկե կշփվենք միասին եւ կզրուցենք այդ թեմայի շուրջ։ Հաճախ այնպես է ստացվում նաեւ, որ ուղակի արյունակից չեն, բայց այնքան հարազատ ու մոտ են, որ 1000 արյունակից արժեն։ Ընկերուհիներ են, որ կարծես երկու քույր լինեն։ Այդպես էլ է չէ լինում։ Այնպես որ դա երջանկություն է իրականում հարգելի ռադիո լսողներ ու այնպես արեք, որ իսկապես ձեր շրջապատող մարդիկ լինեն կարծես տան անդամներ։ Երկու քույր, երկու եղբայր, չգիտեմ էլ ինչ ասեմ, բայց այս դեպքում ամենակարևորը որ իրար զգաք։ Ոնց որ ես ու Վեգան, եթե տեսնում եք, ապա կհասկանաք ինչու է։ Էլի նույն ոճում ենք առանց պայմանավորվել։ Դե լավ, երկու քույր ենք, երկուսս էլ մի բոյի գնացինք։
Սուրճ ու սեր առավոտից։ Ահա, այսպես երկու քուր ենք, երկուսն էլ մի բոյի եւ առհասարակ կարծում եմ այս երկը շատ-շատերի մոտ հաճելի հիշողություններ արտնացրեց ի վերջո ժամանակին հիթ էր եւ բոլորս երգում էինք եւ մի տեսակ ուրիշ զգացողություններ ունենք այս երգի նկատմամբ ու նկատել ես որ երգեր կան որ միևնույնն է դրանք չեն հնանում եւ անդադար ուզում ես լսել ժպիտ է առաջանում հաճելի տրամադրություն փոխանցում Միանշանակ համաձայն եմ եւ ցավոք դրանք սովորաբար հենց հին երգերն են նկատել եմ որ նոր երգերը որոնք հիմա են թողարկվում նույնիսկ եթե շատ ես հավանում, սովորաբար շատ կարճ պահպանման ժամկետ են ունենում եւ ինձ թվում է էմոցիան չկա, այդ մեղեդայնությունն է քիչ, երևի թե դրանով է, հա, պայմանավորված, չգիտեմ։ Գուցե դրանով նաեւ ռուս մի հայտնի պրոդյուսերի հարցազրույց էի լսում, որտեղ առանձնացնում էր նոր երգերը հին երգերից եւ ասում էր, որ նոր երգերը ավելի շատ դիզայն են, պարզապես երաժշտական դիզայն, փաթեթավորում եւ բովանդակությունը, այդ թվում երաժշտական քիչ է, գուցե դրանով է պայմանավորված, որ ավելի շուտ ենք ձանձրանում։ Այո, դրա համար էլ իմ ամենասիրելի կոմպոզիտորներից մեկը Ռոբերտ Ամիրխանյանն է, որովհետև իր բոլոր երգերը ունեն հետաքրքիր այսպես զարգացումներ, դրամաներ, զարգացման կենտրոն, ավարտ ու այնքան հետաքրքիր էմոցիաների տարապ կարող է լինել մեկ երգի մեջ, որ այսպես ապշում ես, ասում ես, ինչքան խորություն կա։ Եվ բայց այսօր փաստացի չես կարող այդ խորությունը տեսնել ժամանակակից շոու բիզնեսյան երգերի մեջ, որովհետև բոլորի ճնգլ դխտելն են։ Դե բացի դրանից նաև TikTok-ը ահագին վատ ազդեցություն ունեցավ երաժշտական ինդուստրիայի վրա, որովհետև ասում են, որ բազմաթիվ արտիստներ, պրոդյուսերներ սել են TikTok-յան երգերը։ Այո, այնպես են անում, որպեսզի թրենդ դառնա, անգլերեն ասած viral գնա, այսինքն հայտնի դառնա, իսկ դրա համար պարզապես պետք է մի փոքրիկ catchy, այսինքն բռնող պահող կրկնեք, որը եւ վերջ։ Մնացած երգը կարող է տհաճ մի բան դառնալ։ TikTok-յան հիթ ես լսում, այսպես բնութագրենք դա, ու հետո գնում ես ամբողջական երգն ես լսում, տեսնում ես ինչքան վատ երգ է, ուղղակի այդ հատվածն է, ուղղակի աշխատած է կոնկրետ կրկներքի վրա։ Այո, բայց զուգահեռ հանուն արդարության լավ կողմն էլ նշենք, դա այն է, որ բազմաթիվ հին իսկապես լավ եւ մոռացված երգեր նորից հաճախ վերադառնում են, թրենդ են դառնում, դու ինքդ բացահայտում ես մի երգ, որը օրինակ տարիներ առաջ էր, եթե չեմ սխալվում, վերջերս հենց Bonnie Taylor-ի մահվանից ընդամենը ամիսներ առաջ շատ հայտնի դարձավ եւ այստեղ նույնպես շատ քչերն էին լսել նրա մասին եւ նրա երգերից մեկը հենց լուրջ թրենդ էր TikTok-ում կհիշեցնեմ եթերի ընթացքում կլսենք։ Լավ, խնդրում եմ հիշեցրու եւ փորձենք եթերի ընթացքում էլ ձեզ ներկայացնել այդ երգերը եւ բնականաբար առավոտյան մենք փորձում ենք նաեւ կարեւոր տեղեկություններ փոխանցել ձեզ հարգելի ռադիո լսողներ, որ
որպեսզի դուք զինված դուրս գաք տանից եւ իմանաք թե ինչ է սպառնում ձեզ օրվա ընթացքում խցանումների նիշ, եղանակ եւ այլն։ Գնանք եղանակին, ասենք որ այսօր օգոստոսի 14-ն է, իրար խելքի ընկանք ու մոռացանք եւ ուրբաթ աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, աշխատանքային ուռա։ Դե լավ, հա, Հայաստանը մի տեսակ այդ weekend ասվածը մեզ համար մի տեսակ այդքան ակտուալ չի, որովհետեւ մենք կարողանում ենք օրինակ երկու շաբթի երեկոյան ուղղակի առանց առիթի սրճարանում նստենք եւ դա դառնա մեծ գեղեցիկ։ Ինչու՞ միայն երեկոյան, Ցերեկոյան ես ցերեկը ուրեմն առևտրի կենտրոններից մեկում էի եւ այնպես ստացված որ մտա food court եւ հասկացա որ այս ազգը աշխատանք չունի։ Շատ գործ կամ գործազուրկ են կամ պարապ են կամ շատ հարուստ ենք, որովհետեւ ցերեկով աշխատանքային օր բոլորը food court-ում նստած ծնվում էին եւ լանչի ժամ չէր։ Դե գիտես ոնց մենք մի տեսակ շատ ունիկալ ազգ ենք։ Մենք եւ աշխատում ենք եւ չենք աշխատում եւ մենք սոցիալական բարդ պայմաններ են իհարկե, բայց միևնույն ժամանակ մենք ֆոկուսնիկներ ենք, աճպարարներ, ես կասեի։ Աճպարարների մի հետաքրքիր, բայց այդ հնարամտությունը պետք դրա համար ի վերջո զբոսաշրջիկներն իրականում զարմանում են, որովհետեւ եթե դիտարկենք, ապա ուշադրությամբ եթե նայենք խցանումների ժամերը, ապա ցերեկն էլ կա խցանում, երեկոյան էլ կա խցանում, առավոտյան էլ կա խցանում եւ զբոսաշրջիկները չեն կարողանում հասկանալ ինչպես է ստացվում, որ միշտ այստեղ խցանում է այն պարագայում, որ այլ երկրներում զուտ աշխատանքի գնալու եւ աշխատանքից հետ գալու ժամանակը ավելի ծանրաբեռնված ընդհանրապես, հա, մնացած ժամերին ավելի թեթև է։ Մեզ մոտ ոչ միշտ, մենք միշտ շարժի մեջ ենք։ Գուցե պայմանավորված է քաղաքի փոքրությամբ, բայց Լուսինե հենց քեզ զարմացնելու համար հիմա կխախտեմ մեր սովորական հաջորդականությունը եւ կասեմ, որ Երևանում այս պահին 4 է խցանումային նիշը։ Այո, ես գիտեի, դու ինչ ես զարմացնում, բայց արի ուտես, որ երբ խցանումները քիչ են լինում, ապա ավտովթարները հերթ չեն տալիս, 3 ավտովթարը այս պահին մենք տեսնում ենք, հիմա կփորձենք ձեզ ներկայացնել, թե որ հատվածներում են այդ ավտովթարները։ Շատ տխուր է, որ այդուհանդերձ ավտովթարներ այդպես չեք անում, որ պարապ մնանք եւ եթերում չհայտնենք, ցավոք։ Եվ այսպես, հարգելի ռադիոլսողներ, հիմա ուզում ենք ձեզ ներկայացնել, թե որ հատվածներում է։ Մեկը ուրեմն Արտաշատի խճուղու վրա է, վթարը, չենք կարողանում, հենց ազատ է լինում փողոցները, սկսում ենք մոռանալ, որ արագությունը այդուհանդերձ գերազանցել չի կարելի եւ ահա, խնդրեմ, այդ իրավիճակն է ստեղծում եւ հիմա փորձում եմ երկուսն էլ գտնել, բայց դժվար է բացվում քարտեզը դեռ 4 է այո խցանումների նիշը, բայց զարմացած, գիտես ինչու է 4։ Ինչու։ Մենք էլ կխախտենք այսօր հերթականությունը, այո, Կևյան կամրջի բացվում, այո, եւ ես այսօր երթևեկել եմ Կևյան կամրջով, հարգելի ռադիոլսողներ, ասեմ, որ գեղեցիկ բարեկարգված է կամուրջը եւ դրանով պայմանավորված նաեւ ասեմ, որ ինձ թվում է խցանումների նիշը նվազել է 4, որովհետեւ բացվել է մի ահռելի հոսքի համար կամուրջ, որովհետեւ այդ հոսքը տարբեր ուղություններով էր գնում եւ փորձում էր ինչ-որ տարբերակներ գտնել։ Եվ բացի դրանից իրականում չնայած նրան, որ քաղաքի այդ հատվածում էր, միևնույն է ամբողջ քաղաքի երթևեկության վրա շատ լուրջ անդրադարձել էր Կևյանի փակ լինելը։ Մենք եթե Կիևյան կամրջով գալիս ենք ռադիոտուն, ուղղակի Հալապյանից, ապա այս պարագայում ընտրում էինք այլ տարբերակներ, Դավթաշենի կամուրջ, Ձորը, հետո կամ էլ գնում ես Դալմայի հատվածով։ Մի խոսքով եւ այդ 3 փողոցները, որոնք ծանրաբեռնված էին, կրկին ծանրաբեռնվում են այդ հատվածները, որովհետեւ ավելանում է մի մեծ հոսք, որը այդ ժամանակ գնում էր Դավթաշենի Կիևյան կամրջով։ Դե ինչ իրականում, եթե շատ անկեղծ լինենք, 14-15 օր ունենք դատարկ քաղաքը վայելելու համար, որովհետեւ ավելի քիչ շուտով սեպտեմբերյան աժետաժը կսկսվի, այնպես որ քանի դեռ խցկված ավտոբուսներ, որոնք հիմա չկան։ Իմիջիայլոց տեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ, որ Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված ավտոբուսային երթուղիները բոլորն այսօրվանից վերադարձել են իրենց հիմնական երթուղուն, քանի որ փակ էր, երթուղիները փոփոխվել էին փոքրինչ։ Հիմա վերադարձանք մեր նախկին նորմալ իրավիճակին եւ հիշեք նախկին երթևեկության եւ վարորդներին էլ է վերաբերում, առհասարակ վերադարձել ենք հիմնական երթևեկության նախկին կարգավորումներին, այսինքն երթևեկության կարգավորումներն էլ են վերականգնվել, փակ ժամանակ շրջադարձի պահը փոխվել էր մեքենաների, հիմա արդեն հետ ենք գնացել, այնպես որ ուշադիր եղեք, որպեսզի խախտում չանեք։ Վերադառնանք եղանակին։
Այսօր կարծես թե կեսօրից հետո առանձին շրջաններում սա հանրապետության մասին է խոսքը, սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում տեղումները նույնիսկ հորդառատ կլինեն, հնարավոր է նույնիսկ կարկուտ որոշ դեպքերում, այո, քամին հյուսիսարևելյան եւ արևելյանն է 4-ից 7 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ էլ ինչպես միշտ սպասվում է քամու ուժ գնացում։ Արմավիրի մարզում, Արագածոտնում եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Չնայած դրան օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Դա հուսադրում է, տեղափոխվենք Մայրաքաղաք։ Ահա, այստեղ նույնպես իրականում առանձին հատվածներում կարճատև անձրև եւ ամպրոպ սպասվում է, ամպրոպի ժամանակ էլի քամուշ գնացում 18-ից 23 մետր վարկյան արագությամբ եւ ջերմաստիճանը օրվա ընթացքում կբարձրանա մինչեւ 33 աստիճան, երեկոյան կունենան 29 աստիճան, գիշերն էլ մինչեւ 24 աստիճան է սպասվում, այո, իսկապես վատ չի։ Իդեպ հեռախոսային հավելվածս հուշում էր, որ առաջին անձրևը հնարավոր է, որ ցերեկը 14-ի, ժամը 14-ի հատվածում լինի եւ մինչեւ երեկո նույնպես կա փոքրիկ հավանականություն, որ անձրև կգա, տեսնենք թե Երևանին դա կվերաբերի թե ոչ։ Երեկոյան էլ էին սպառնում, որ անձրև է տեղալու, այդպես էլ այդ անձրևը չեկավ, մենք տենց սպասեցինք ու մնացինք սպասելով։ Բայց եկեք եղանակային անձրևային պայմանները որևէ կերպ չխանգարեն, որպեսզի դուք փոխեք ձեր պլանները եւ գնաք Հայաստանի բնության գրկում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն ամբողջությամբ անցանելի են եւ հայկական գեղեցիկ բնությունը ձեզ է սպասում, որպեսզի գնաք օդ շնչենք, էլի։ Այո։ Սա էլ է շատ կարեւոր, ինչ վերաբերում է Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Եվ հարգելի ռադիոլսողներ, այսօր ամբողջությամբ փոխենք հերթականությունը, ինչ կարծիք ունես Վեգա եւ ներկայացնենք տարադրամի փոխարժեքը, փորձենք հասկանալ ինչ է կատարվում։ Ինչ է սահմանել կենտրոնական բանկը այսօրվա համար, ամերիկյան դոլարը ըստ կենտրոնական բանկի 365 դրամ արժե, 422 է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 3 է, 139 դրամ եւ 8 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգն այսօր 493 դրամ է եւ 55 լումա, դիրհամ այսօր 99 դրամ է, իրանական ռիալն էլ կարծես թե կորցրեցի իրանական ռիալը, բայց վստահ եմ 0.026, այո։ Ճիշտ էլ գտար։ 0.026 շատ կայուն, ցածր կայուն է կարևորը։ Իսկ հնդկական ռուփին 3.834 է։ Քեզ հատկապես պետք կգա Լուսինե։ Ես սիրում եմ, գիտես։ Եվ այսպես հարգելի ռադիոլսողներ, տեղափոխվենք օդային տարածք, տեսնենք թե ինչ է կատարվում օդային տարածքում, ժամանումների սանդղակնանք եւ իհարկե մեկնումների, եւ այսպես ժամանումների սանդղակում մենք տեսնում ենք թեթև փոփոխություններ, ունենք մեկ ուշացում, Սոչիի չվերթը ժամը 11-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 15-ից 10-ին եւ ունենք երկու վաղաժամ վայրեջք, դե իհարկե չեմ զարմանում, Դուբայի երկու չվերթներն են, ինչպես միշտ 11-ից 25-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 10-ից 38-ին։ Եվ այսպես մեկնումների սանդղակն ենք դիտարկում, ունենք ուշացում, բնականաբար Սոչի ինքնաթիռի ուշ կգա Հայաստան եւ ուշել կհեռանա Հայաստանից 11-ից 55-ի փոխարեն թռիչքը կիրականանա 16-ից 10-ին։ Մնացյալը լինելու են ժամանակին, հարգելի ռադիոլսողներ, մաղթենք բարի ճանապարհ բոլոր նրանց, ովքեր գնում են եւ բարի վերադարձ, ովքեր գալիս են հանգստից ջերմ գժական տպավորություններ ենք մաղթում ձեզ, հարգելի ռադիոլսողներ, հուսանք, որ կգաք նոր հույզերով, նոր տպավորություններով եւ ոչ մի անախորժություններ ճանապարհին չեն լինի։ Նույնիսկ եթե դրանք լինեն, թող լինեն ծիծաղելի եւ թեթև, չէ՞։ Այո, եթե նույնիսկ այդ պահին մի փոփ, բայց նույնիսկ եթե հանկարծ այդ պահին շատ ծանր է թվում անախորժությունը, հիշեք, որ հետագայում դա զվարճալի պատմության է վերածվում, որը վստահաբար կարող եք պատմել։ Նոր մեկնաբանություններ ունենք նաև մեր Facebook-յան էջում։ Գևո Գանյասովիչը մեզ սուրճ էր եւ խմորական է ուղարկել։ Շնորհակալություն։ Ստեփ Վարդանյանը բարի լույս է մաղթում, Վարդիտեր Գևորգյանը գրում է բարի լույս բոլորին եւ թող բոլոր հիվանդները առողջանան, միանշանակ միանում ենք ձեր մաղթանքին։ Մեզ բարի լույս է մաղթում նաև Արտակ Մխիթարյանը բոլորիս։ Աբետիս Մանուկյանն էլ գրում է բարի լույս ձեզ Կրասնոդարից, լավոր եւ լավ եթեր ձեզ։ Սիրով հիշեցնում ենք, որ դուք նույնպես մեզ կարող եք մեկնաբանություններ գրել մեր Facebook-յան էջում Հայաստանի հանրային ռադիո եւ զանգահարել նաեւ 553702, հատկապես Լուսինեի բարձրացրած թեման մեզ շրջապատող մարդկանց մասին, կարծում եմ շատ հետաքրքիր է, որովհետեւ վերջին շրջանում ես ինքս այդ մասին հաճախ եմ մտածում։ Այո, թե ինչ փոփոխությունների ենք ենթարկվում, երբ տարբեր տեսակ մարդկանց ենք թողնում մեր կյանք, հետաքրքիր է նաեւ ձեր կարծիքն ու պատմությունները։ Ժամկետը իրականում։ Այո, եւ ժամկետն անցնում է վերջ։
Այդպես է։ Լավ։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, ամեն մարդ ուղակի հենց այնպես չի հայտնվում մեկի կյանքում եւ հենց այնպես չի հեռանում։ Գնացինք։ Ամառը Երևանում սպասվում է տժժիկ եղանակ Հյուսիսային բողոտան անունը չի արդարացնում Հանվածնում արևն ու երման ասվալտին ապարկացնում Շոքից նույնիսկ ծառերը հովուստվեր են ման գալիս Միևնույն է Երևանը ձգում է ինչպես մագնիս Հունիս թե հուլիս, սովելիս, պիտքաս Երևան թե պարեգամոնիս Ունիս թե ճունիս թե հայդ ու եղնիս Պիտի տնեսիս տոմսերը առնիս դրնիս Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Անձնագիրս ուրախանում է Դեպի Երևանից ումսը ստանում է Ուրելին ես ովելին ես իմ բարեկամ Ամառը սեստենես կգաս Երևան Летим в Ереван, это Новокаяна Там на машине наш Ереван Под Армянск мотив, по луках Цергини Места лиса, потив, Хезгитин, Сивани Աղցավը տանեմ մեր Երևանի Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Ամառը Երևանում Հալվում է սիրտս, ախ ինչ լավն ես իմ քաղաք Լավն ես իմ քաղաք, լավն ես իմ քաղաք Դու ծառերի և բետոնի հանրավակ Իմ մայրաքաղաք և հայրաքաղաք Հալվում է սիրտս, ախ ինչ շոք այլանդակ Տոթ այլանդակ ու տապ այլանդակ Խնդրում եմ հովացրու իմ սիրտը պուլպուլակ Սարը պուլպուլակ, ջեստը պուլպուլակ Oh my god, լոսից դու ծրար, չերես կատար, հասար պարակար Ռեկետոն, մաղտան կենտրոն, աբովյան տումանյան Let's have some fun, կասկադու տեյան Always number one, փողոց սայատ նովա, the party's not over Բայց գիշերը հովա Ամառը Երևանում Երևանում ամառը Ամառը Երևանում Երևանում ամառը Ամառը Երևանում Ամառը Կարակում Արի միատել La 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 Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ, սեր, առավոտից եւ կարեւոր տեղեկություններ, որոնք կապ ունեն օրվա հետ եւ ձեզ պետք կգան, երբ դուք որոշել եք օրինակ տնից դուրս գալ ու գնալ ինչ-որ, չգիտեմ ուր, ինչ-որ տեղ, կարեւոր չի։ Հա, ու դե պարտադիր չի բոլորին ասեք, թե ուր եք գնում։ Հատկապես մի ասեք այն մարդկանց, որոնք ուղակի խախտում են կանոնները, խախտում են դաստիարակության նորմերը եւ ասում են՝ «Ուր ես գնում»։ Գնում եմ։ Մի ասեք, թող իրենք ված գան իրենց Վերջո կա հարցից։ հայկական ավանդական պատասխանը՝ տեղ։ Տեղ, շատ լավն էր, ճիշտ է, մոռացել էի այդ տալը։ Այո։ Բայց տեղից ված չեն զգում է։ Պիտի ուրիշ ձև ասես, որ ինքը հասկանա, որ ինքը սխալ հարցեր տվել։ Ուրիշ հարց էլ կա։ Է, նորություն չունեք։ Մի արեք այդ Ցավոք, այո, հարցերը։ ցավոք այդ տեսակ Բա հարցերը։ երբ ես ամուսնանալու, տունը կմնաս։ Եվ այսպեսի մոլախոտ հարցեր, որոնք պետք չի տալ մարդկանց։ Գնանք առաջ։ Գնանք առաջ օգոստոսի 14-ն է, տեսնենք թե պատմության տարբեր ժամանակաշրջաններում ինչով է նշանավորվել այս օրը, ինչ տոներ, ազգային եւ միջազգային տոներ են նշվում այսօր։ Չեք հավատա, բայց այսօր միջազգային 1 տոն կա եւ մենք պիտի այդ առիթով շնորհավորենք մողեսներին։ Համաշխարհային օրներ։ Երբևէ մողես բռնել ես պոչի համար։
չեմ բռնել, բայց մողեսների հետ նույն սենյակում եմ մնացել, շատ մեծ մողեսել եմ տեսել, այսքան շատ մեծ։ Փոքր մողես եմ տեսել։ Ես բռնել եմ պոչի համար, ասացին, Հետո որ եթե մնաց պոչը ձեռքումս, ասացին, որ եթե մողես բռնեմ եւ պոչը գցեմ դրամապանակ, հետո ապա կհարստանամ, իսկ ես շատ էի ուզում հարստանալ։ շատ հարուստ ես։ Բռնեցի մողեսին, պոչը գցեցի դրամապանակս եւ օրեր անց այն զզվելի սև ինչ որ զանգվածի վերածվեց, այնպես որ մի արեք այդպես իսկ հարստանալը դեռ սպասում եմ։ Ձեր մտքերը գեներացրեք այդ ուղղությամբ, մտքերը ուժ ունեն հարգելի Եվ ռադիո նաեւ լսողներ։ աշխատեք ի վերջո։ Այդ ուղղությամբ աշխատեք եւ գեներացրեք, որ լավ է լինելու։ Այսօր նաեւ եւս մեկ կարեւոր տոն է, որովհետեւ հաճախ մարդիկ ընկնում են ինչ որ մեկի ազդեցության տակ, նորաձևության ազդեցության տակ, որոշում են, որ շատ դաջվածքներ պետք է անեն, հետո հոգնում են ու հասկանում են, որ այդ դաջվածքը ավելորդ է ու իրենց խանգարում է։ Եվ ինչ անեն, կա դաջվածքների հեռացման օր եւ հնարավորություն։ Այսօր փաստորեն դաջվածքների հեռացման օրն է։ Բայց այնպես չի, որ ամբողջությամբ կարողանում են, չէ՞, որքան գիտեմ հեռացնել։ Հիմա արդեն կան տեխնոլոգիաներ, որ կարողանում են լուսնը, եթե շատ անկեղծ հաշվի առնելով, թե որքան բարդ պրոցեդուրաներ կան, որ իրականացվում են, ես վստահ եմ, որ իրականում շատ էլ կա ճանապարհը 1 կամ 2 անգամից հեռացնելու, պարզապես դա ձեռնտու չէ ինդուստրիան։ Բիզնես, ասում եմ, ոչ մի անձնական բան չկա Որովհետև ձեր այնքան բիզնեսը։ բարդ հիմա վիրահատություններ են արվում, պլաստիկ, Այո, այնպիսի դա բաներ պիտի են, արագ որ արվեր, անհնար է, չէ։ որ դաջվածքը վերացնելու համար այսքան երկար ժամանակ պահանջվել, պարզապես այդպես ավելի շատ է վճարում եւ Իդեպ դաջվածքները, եթե Հարստացնում։ ճիշտ դաջվածքներ են եւ ճիշտ տեղ են, ապա դրանք գեղեցկացնում են, ուղղակի պիտի ամեն մարդ իր 100 բար դաջված կընտրի եւ վստահ լինի, որ երբեք իր աչքը չի հոգնեցնելու։ Եվ ի վերջո ձեր ամեն հարաբերության ժամանակ այդ մարդու անունը կարևորը մի դաջ է Հա, ձեր վրա, էլի։ դա վստահաբար հետո փոշմանելու եք Հետո երկարելու է այդ անունը։ Մինչև Ինչի ռիլեր կան։ Եվ իմիջիալոց դաջվածքները հաճախ նաեւ փրկություն են։ Փրկություն են սպիներ կան, չէ, որոնք չեն անհետանում այդ սպիները եւ կարելի է դաջվածքով քողարկել, եթե ձեզ խանգարում է օրինակ։ Չնայած հիմա կարծես թե նույնիսկ էլի որը փաստում եմ ասածը, Հա, նույնիսկ սպիներն են ավելի հեշտ հեռացնում, քան դաջվածքները։ Այո։ Դեռ կանդրադառնանք բնականաբար օրացույցի նաև ազգային տոների հատվածին, կտեղափոխվենք ծննդյան տարեդարձնել հասկանալու համար թե ովքեր են ծնվել, բայց մինչև այդ գովազդային դա։ Այո, եւ իրադարձություններին եւս կանդրադառնանք գովազդը վարքյաններ անց առաջարկում եմ ողջունել Կարենին, հետո գովազդ։ Բարև Կարեն։ Ինչպես ես Կարեն։ Շատ լավ, շնորհակալ։ Ինչ լավ է։ Այսօր մի տեսակ տոնական ես Կարեն շատ։ Չէ, առանձնապես հատուկ օր չկա։ Հատուկ օր չկա։ Ամեն դեպքում շատ լավ տեսք ունես։ Սիրում ես դաջվածքներ։ Դուք նմանապես Շնորհակալություն։ Ժպտերես լինեք։ Շնորհակալ ենք։ Դաջվածքներ սիրում ես։ Չէ։ Բացարձակապես ոչ։ Բացարձակապես ոչ։ Լավ, իսկ քեզ խանգարում են, երբ դիմացի մարդու մոտ դաջվածքներ կան նյարդայնանում ես, թե զուտ քո քեզ համար չես։ Նյարդայնանալ չէ, բայց կարծում եմ այդքան է հաճելի չի էլի ինձ համար ամեն դեպքում։ Այստեղ բանալի բառը իր համար, այստեղ։ Լրահոսը այսօր թեթև է, թե ոչ։ Ամառային։ Համառային, դա լավ է, հուսադրող է։ Դե ինչ, րոպեներ անց մենք արդեն կծանոթանանք օրվա լրահոսին հարգելի ռադիո լսողներ, նաև միասին կուղենք ժամացույցները, իսկ մինչ այդ գովազդ մեր եթերում։ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից լավ տրամադրություն եւ կարեւոր տեղեկություններ, որ վարքյաններ անց արդեն կներկայացնենք ձեր ուշադրությանը հարգելի ռադիո լսողներ, որովհետեւ մեր գործընկերն արդեն ստուդիայում է։ Մենք էլ կառանձնացնենք մեր կողմից հետաքրքիր տեղեկություններ, իսկ մենք մեկնաբանությունները, որ նայում ես ինչ որ բաներ կան, մեկնաբանություններ կան, թե ոչ։
Կարծես թե դեռ նոր մեկնաբանություններ չունենք, այնպես որ կարող են կարծում եմ արդեն աստիճանաբար ուղղել ժամացույցները, անցնել լրահոսին, հետո կվերադառնանք եւ կընթերցենք թե նոր մեկնաբանությունները, թե պատմության էջերը։ Իսկ հյուրասրահի դռները բացելուց շատ կարևոր իրադարձության մասին ենք խոսել, այնպես որ շարունակեք մնալ մեզ հետ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի եթերում ռադիո լուրն է, տաղավարում աշխատում է Կարեն Ղազարյանը։ Քրեական ոստիկանության կիբեր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հերթական բացահայտումն է արել։ Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել եւ առգրավել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։ Մեջբերում կազմակերպության անդամները ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ ձեռք են բերել տնտեսվարողների վստահություն եւ ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին եւ փոխակերպվել տարբեր կրիպտո ակտիվների, ասվում է հաղորդագրության մեջ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահասինհային, շնորհակալություն հայտնելով շուրջ 3.5 տարվա արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում համագործակցության ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին, այդ թվում ակադեմիական քաղաք ծրագրում հնդկական համալսարանների հնարավոր ներգրավմանը։ Ժաննա Անդրեասյանը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում, հույս հայտնելով, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջև կձևավորված սերտ համագործակցությունը կշարունակի զարգանալ։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կարող են վերսկսվել, եթե ապահովի արտադրանքի անվտանգությունը, վերահսկվեն թունաքիմիկատները, հայ արտադրողները օգտագործեն իրենց սեփական հումքը եւ ապահովի մատակարարումների լիարժեք հետագծելիությունը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն մի քանի ամիս է սահմանափակումներ է մտցրել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա, դրանց որակի եւ անվտանգության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան Միքայել arczepiskopos Աջապահյանի վերաբերյալ Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանի 25/6 ամիս 2026 թվականի կայացած որոշման դեմ։ Վարդապետյանը համաձայն չէ վերաքննիչ քրեական դատարանի հետ եւ վճռաբեկ դատարանից խնդրել է բեկանել որոշումը։ Հիշեցնենք, հունիսի 25-ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց, Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը, վարույթը փոխանցվեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։ Դատարանը Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով, այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Գրիգորյանը կալանավորվել էր ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ նա նույն վարույթով ներգրաված է որպես մեղադրյալ, իսկ ձերբակալվել էր դատարան ներկայացնելու եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով։ Օգոստոսի 13-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հանդիպել է անկախ պետությունների համագործակցության երկրների կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանի հետ։ Մեղրի համայնքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 18-ից 20-ը Մեղրիում կայանալիք համագործակցության երկրների կինոփառատոնի կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերը։
Կինոփառատոնը կանցկացվի Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է ցուցադրել շուրջ 30 ֆիլմ Հայաստանից եւ ԱՊՀ անդամ երկրներից։ Նախաձեռնությունը կնպաստի Մեղրիում մշակութային կյանքի աշխուժացմանը, տարբեր երկրների ստեղծագործողների միջև կապերի ամրապնդմանը եւ համայնքում միջազգային մշակութային համագործակցության ընդլայնմանը, նշված է հաղորդագրությունում։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, ռադիոլուրի հաջորդ թողարկմանը սպասեք ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից։
Դուք արժանի եք միայն սիրո հարգելի ռադիոլսողներ։ Այդպես չի։ Այո, այդպես է եւ դրա համար էլ մենք ձեզ շատ սիրում ենք։ Շատ Լուսինեն ենք մեզ սիրում։ վերադարձրեց Ես չէի սպասում, որ այդ վիճակ է լինելու։ Այստեղ բոլորը այս երգը վայելեցին ուղակի։ Փաստորեն կարոտել էիք, հա։ Կարոտել էինք եւ երկի մեջ նոստալգիկ առավոտ ստեղծեմ ձեզ համար, հայել այդպիսի երգեր գտնեմ։ Լավ, կփորձեմ։ Եվ քանի որ պահելուց սիրելի մարդկանց եւ քեզ լավ վերաբերվող մարդկանց պահելուց էին խոսում, կարևոր է պահել եւ պահպանել նաեւ մեր ավանդույթները։ Միանշանակ գեղեցիկ ավանդույթները, որոնք ակտուալ են եւ տեղավորվում են ժամանակակից իրականության մեջ։ Սա շատ կարևոր է։ Կարծեմ մենք խոսել ենք այն մասին, որ օգոստոսի 16-ին խաղողոշներն է լինելու կամ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնն ու խաղողոշներքը, որ ավելի ճիշտ է ասել, եւ տոնի խորհրդի մասին եւ թե ինչպես է նշվում այն զրուցելու ենք Մերի Լևոնյանի հետ, Ռուդիկ Հարարյանի հիմնադրած Մասոնք ավանդական երգի բարի համույթի անդամ եւ մեծնակատար բարի գալուստ ողջույն։ Բարի ողջույն։ Շատ Աստծո բարին, ինչպես մեր ժողովուրդն է ասում։ Շատ շնորհակալ եմ, միշտ հաճելի է հյուրընկալվել ձեր անչափ ջերմ տաղավարում։ Մեզ էլ է շատ հաճելի եւ մի գաղտնիք էլ բացեմ, այն մարդիկ, ովքեր բաց չեն թողնում երաժշտական առավոտ հաղորդումը, ապա տեսել են այնտեղ նաեւ խաղիկները, հա, որ պահպանում եք նաեւ դուք այդ խաղիկները, որը եւս շատ կարեւոր է, որովհետեւ ժամանակակից իրականության մեջ մեր խաղերը դրանք on-line խաղերն են հեռախոսի միջոցով, իսկ այն ժամանակ այնքան ուրախ ու հետաքրքիր խաղեր կային, որ դրանք էին զվարճանքի տարբերակները։ Վերադառնանք այս շատ կարևոր տոնին, խաղողորդներին, որը ի ուրախություն բոլորիս շատ մեծ մասսայականություն ունի, եւ բոլորը սպասում են դրան, նույնիսկ մի տեսակ խաղող ուտելը չի գալիս մինչև։ Այ ապրեք, բայց դա շատ բնական է իդեպ։ Խաղողորնեքը նախ նշեմ, որ համարվում է մեր վերջին 5-րդ տաղավար տոնը, այսինքն տարվա փակումը այսպես տաղավար տոներով անում ենք խաղողորնեքով, եւ վերջին ժամանակաշրջանում ճիշտ եք նկատել, որ ավելի մեծ մասսայականություն եւ հնչեղություն ունեցող տոներից մեկը, այո, որ ես ասում եմ, օ աստվածներ, ինչքան շատ մարդ կա։ Բայց սա հրաշալի ցուցանիշ է, գիտեք, չէ՞։ Իհարկե, ես այսինքն, այո, մարդիկ վերադառնում են դեպի այն կետը, որտեղից որ մեր նախնիներն են սկսել։ Եվ խաղողորնեքի հետ կապված, ինչպես գիտեք, նախ երկու այսպես բաժանենք, այո, երկու մասի մեր ռադիոլսողներին, որոնք գուցե մանրամասները չգիտեն, տոնի խորհուրդը եւ այո, Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնն ու խաղողոշներքը երկուսն էլ ներկայացնենք իրար հետ։ Տոնը որպես այդպիսին եկեղեցական տոնացույցում նշվում է որպես Մարիամ Աստվածածնի վերափոխման տոն։ Այնտեղ կա եկեղեցու հետ կապված նաև իրենց ավանդույթը, Մարիամ Աստվածածինը թե որ պիտի երկինք արդեն համբարնար եւ այս մասով երևի ավելի շատ հոգեվորականները կարող են ամենաճիշտ մեկնաբանությունը տալ թե ինչպես ամբողջ տոնի խորհուրդը եկեղեցական մասով ինչպես է նշվում, բայց ես զուգահեռները կտանեմ թե ինչպես է եկեղեցական տոնի դետալները աշխարհիկ տոն, այո, աշխարհիկ կյանքում արդեն ժողովրդի տոնակատարությունների մեջ նշվել։ Եվ ժողովրդին հիմնականում հետաքրքրում են, այսինքն մարդկանց ինչու հենց խաղողորնեք, ինչի համար։ Առհասարակ մեր ժողովրդի մեջ ընդունված է եղել զոհաբերությունը, ոչ միայն մեր ժողովրդի, աշխարհի բոլոր հին ժողովուրդների մոտ, այո, զոհաբերության ծեսը, որպես այդպիսին ընդունված է եղել եւ հայերը նույնպես բացառություն չեն եղել։ Դեռ նախապատմական ժամանակներից սկսած, հա, ընդունված է եղել առաջին պտուղը, երախայրիկը, իդեպ իմ սիրելի հայերեն բառն է, երախայրիկ, առաջին պտուղը, այո, զոհաբերել, նվիրաբերել սկզբում աստվածներին, հետո օրինակ կլինեին հեթանոս աստվածներ, օրինակ մեր պարագայում Անահիտ աստվածը հուն, Անահտի Մեհյաններում, հետո արդեն քրիստոնեության ընդունումից հետո իհարկե ֆորմացիայի է ենթարկում եւ ժողովրդական ավանդույթը հենց այնպես մոռանալ չի լինի։ Արդեն իսկ տոնի հետ հարմարեցվել է եւ ստացվել է այնպես, որ խաղողն է դարձել սիմվոլը, թե ինչպես հիմա դա էլ նշեմ։ Հիսուս Քրիստոս առհասարակ իրեն համանում էր ճշմարիտ որդատունկը, չէ՞, եւ ավետարանում այդպես է նշվում, եւ ճշմարիտ որդատունկ լինելով հանդերձ, այսպիսով խաղողը նաեւ համարվում է պտուղների թագուհին։ Եվ չէ որ խաղողից ենք հենց ստանում գինին, տերն ու հացն ու գինին տեր կենթանին, նաեւ մենք գիտենք էպոսից, որ արդեն գալիս է, եւ բացի դա մեր պատարակներում գիտեք որ գինին համարվում է Հիսուս Քրիստոսի արյունը նաեւ այս առումով եւ Մարիամ Աստվածածնի հետ կապված էլ նաեւ Հիսուս Քրիստոսին կյանք տվող, կյանք պարգևող որպես Սուրբ Աստվածամայրը։ Սա այսպես։ Եվ արդեն կանք ժողովրդի տեսանկյունից, թե ինչպես նաև ստացվեց, որ խաղողը եղավ հենց օգոստոսի զարդը։ Եթե մի փոքր այսպես նայենք Հայաստանի տարածքներով խաղողը որտեղ է աճում, այո,
ամենա այն խաղողի սիրունդ քաղցր համող վտուղը սկսում է հասունանալ օգոստոսին։ Այո։ Եվ մենք տարին բաժանել ենք սովորաբար ժողովուրդը։ Տարին բաժանելը 3 եղանակի։ Առաջինը ծաղկունքի շրջանը, երբ որ ծառեր ծաղկել են, երկրորդը պտղի շրջանը եւ երրորդը մեռյալ շրջանը։ Հիմա պտղի շրջանը արդեն իսկ ամառվանից էր սկսում։ Առաջին բացումը մենք անում էինք վարդավառով։ Այնտեղ էլ մենք ունեինք պաս, խնձորի պասներ, չէ՞։ Միջև վարդավառը չկար, խնձորը չունեին, պասը պիտի համարեին վարդավառով բացված։ Հաջորդ տոնը, որ արդեն գալիս է, խաղողն է, եւ նախքան խաղող օրնեքը խաղող ուտելը որպես այդպեսին արգելված էր։ Արգելված էր ոչ թե արգելված էր, որ մեկ ասում էր, այո, դեռ օրնված չէր, դեռ օրնությունը ստացված չէր, հետեւաբար եւ իրեն նաեւ չէին ուտում, էլի, սպասում էին օրը գա, ճիշտ ժամը կա, քահանան խաղող օրնի, նոր բացումն անեն, շատ խիստ էր։ Օրնվի եւ լավ հասնի։ Այո, եւ արդեն այդ քաղցր պտուղներով, էլի, քաղցրության մեջ միշտ լինենք։ Եվ խաղողի հետ կապված այսպես նախ նշեմ, որ օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրն է նշվում, դրա համար է ինքը շարժական, այսինքն մի տարի կլինի 16-ին, ինչպես օրինակ այս տարի ամսի 16-ին եւ այլն, այո, մոտակա կիրակի օրը սա պիտի ֆիքսենք եւ իմանանք, եւ խաղող օրնեքի այդ սիրուն պահը, որ այսօր պահպանել ենք մեր մոտ հիմնականում խաղողի օրհնության այս տեսարանն է շատ գեղեցիկ։ Հնում էլ քահանան այսպես գնում էր անդաստանները կամ մոտակա տեղերը, որտեղ խաղողի այգիները կար, նախ պիտի բերքը օրներ, պիտի տար առատության այդ օրնանքները, որ բերքը առատ լինի, մշակողը թող շենության մեջ լինի, խաղողը, վայելողը, բոլորը պիտի օրհնության մեջ լինեին, ու սա անչափ կարևոր էր։ Ու գիտեք, որ ասում է մեր բերնից դուրս գա, խոսքը ինչպիսին է, մեր ծոցը չէ լցվի։ Հիմա ինչքան լավ բաներ ասենք, մեր բերնից դուրս գա մեզ էլ հետ ագալու։ Դրա համար միշտ պիտի լավ բաներն ասենք, միշտ պիտի մեր բերնանք հազարաօրնանք բերան պիտի ունենանք, էլի, այսպես միայն լավ բաներ հնչեն։ Խաղող օրհներքի արարողությունը շատ գեղեցիկ արարողություն է, երբ մարդիկ գնում են եկեղեցի, հետո հնաց խաղողն են ստանում, այնտեղ լսում ենք նաև բազմաթիվ շարականներ, բայց հիմա եթե եկեղեցուց դուրս ենք գալիս եւ գնում ենք մեր բակերը, հին հայկական բակերը, եկեք հասկանանք այնտեղ ինչպես էին նշում, հա, օրհնելուց հետո, ինչ երգեր կային, որ երգում էին, խաղեր արդյոք կային, թե չկային, ճոխեր արդյոք նշվում, թե ոչ։ Շատ իմ սիրելի հատվածին ենք մոտենում, այո, ժողովրդական երկու պար խաղուծեսի հատվածին, առհասարակ տոնին ուխտագնացությունների տարափեր Աստվածածին անունով տաղ եկեղեցիների դեպի այդ եկեղեցիները եւ թուխմանուկները ինչքան էլ զարմանալի է եւ հետաքրքիր է։ Եվ այս ամեն ինչը իհարկե ուղղորդվում է ժողովրդական խաղով, երգով, պարով, ծեսով, կլինի դա ուխտատեղիներում, կլինի դա բակերում, կլինի յայլաներում, որևէ տեղ որ ժողովուրդը կար, այո, հավաքվում էր, անպայման պիտի նշվեր։ Հատուկ ուտեստներ կային։ Ուտեստներ օրինակ կար քեսապում, պատրաստում էին բոկեղ անունով հացը, բեյգլները, որ այսօր ասում ենք ամերիկյան, այդ տեսակ կլոր հաց է, եւ այդ հացը քեսապում պատրաստելուց հետո շաբաթ երեկոյան էին պատրաստում, եթե չեմ սխալվում, կամ կիրակի երեկոյան, հաջորդ օրը առավոտյան կանայք հացը եւ տղամարդիկ էլ արդեն վերցնում էին խաղողը, տանում էին եկեղեցի հացն ու խաղողը օրնելու եւ հետ վերադառնալու, այո։ Հետո պանիրն էին ավելացնում, համով ուտում էին։ Այո։ Որոցել է, որ խաղողն էլ ենք, չէ՞։ Այո, հաց պանիր խաղող, ամենասիրելի ուտեստը։ Եվ երգերից էլ իհարկե խաղողի հետ կապված երգեր շատ ունենք, խաղողի բերքի, նույնիսկ երգ ունենք, որտեղ խաղողի տեսակներով հերթով թվում է ամեն ինչ։ Այո, օրինակ ես Վայոց ձորից եմ, փոքր ժամանակվանից դե մենք բաղերը գնում էինք, պապայենց հետ, օրինակ, պապան ասում էր, «Էս խաղողը, էս խարջինա, էս մուսկատնա, էս այնա», հետո երբ որ արդեն մշակույթի մեջ ասա, մեկ է տեսնում եմ, վայ, երկ կա, այս բոլոր տեսակները գովում է։ Այսպես ասում են, «Քալենք խաղողը, լցնենք կողովը, ճուճուտ, 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 բեքաղենք սևը, փրենք արևը, շուտ, 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 բեքաղենք խարջին, ծախենք տան խարջը, շուտ, 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 ճուճուտ, 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 ու այսպես գովերքելով խաղի տեսակները,
Մի տեսակ ուզեցի հայտնվել այդ ժամանակներում ու մասնակցել այդ տոնակատարությանը։ Արդյոք հիմա նշում են նման տարբերակներով նաև։ Այ որ ինձ հետ գաք մեր բաղերը քաղելու, ես խոստանում եմ ապահովել։ Այո, երաժշտական մասը։ Իհարկե հիմա ցավոք չեն երգում որպես այդպեսին, բայց օրինակ որ որոշենք ժամանցի համար մենք գնանք, բնականաբար կմտնենք այդ խաղողի առուները, մկրատը կառնենք ու սկսենք քաղել, երգել։ Եվ իդեպ նաև տոնի հետ կապված մի շատ գեղեցիկ բան էի ուզում ասել, հազվադեպ երևույթ չէ, բայց պահպանված երևույթ է, տոնի հատուկ բնորոշ պար։ Օրինակ ջավախքում ժողովուրդը Փառք Աստծո, պահպանողական լինելու տեսանկյունից նաև մշակութային լիքը բաներ է պահպանելու մեզ փոխանցել, այո, 1000 ու մի երկու պար ունենք, պարերը քիչ, երգերը շատ են։ Բայց կոնկրետ Աստվածածնատոնին նվիրված հենց պար ունենք, կոչվում է Աստվածածնապար, այո, եւ մեր շատ սիրելի Գագիկ Կինոսյանն է ջավախքից գրառել, այո, եւ շնորհիվ իրեն այսօր Աստվածածնա պարը մենք կարողանում ենք ապրել հենց տոնի օրը եւ ջավախքում էսպիսի դրվածք կար, հա, ժողովրդական այդ պարը միայն ապրում են տվյալ տոնին, այո, Աստվածածնա պարը, Աստվածածնա տոնին եւ այո, մեր մոտ էլ հիմա այսպես պարուսուցումների ժամանակ իհարկե ապրում ենք, բայց տոնի պարային զարդը համարվում է Աստվածածնա պարը եւ բացի դա իհարկե կարող ենք նաեւ համայնքային պարեր ապրել իրար հետ միասին։ Իսկ ռիթմիկ տեսանկյունից ավելի հանգիստ է, ավելի հանդիսավոր է, ավելի մեղմ է։ Ինքը օրինակ Աստվածածնա պարը 7-8 չափի մեջ է։ Տարամ տիրիրամ, տարարամ տիրիրամ, տարարամ տիրիրամ, տարարարիրամ։ Այսպես շատ սիրուն մեղեդիով հարուստ։ Ես մի տեսակ գնացի նազանքին, չգիտեմ։ Ժողովուրդը այսպես հանդիսավոր պարում է, ինքը պարակայլը շատ դժվար չէ, բայց ժողովուրդը շատ հանգիստ եւ հեշտ ներառվում է պարի մեջ, ինչը շատ կարեւոր է համայնքային պարերում, որ պարակայլերը համեմատաբար պարզ լինեն եւ բոլորը ներառվեն մեծից փոքր եւ տարիքային սահմանափակում, չգիտեմ, 0-ից 100, այո, 100 եթե ավել լինի, իհարկե ցանկալի է, բայց այո, այսպես։ Մերի եւ քանի որ դեռ էլի հյուր ունենք այսօր, հենց կոնկրետ թե որտեղ ինչպես է նշվելու այս տարի պատմելու են մեզ, ամփոփելով հարցնենք թե դուք նշելու եք այս տարի եւ եթե այո, ինչպես։ Այո, ուրեմն նշեմ այստեղ, մասունքը առհասարակ տաղավար տոներին փորձում է զարդարել եւ եկեղեցիների բակերը եւ միջոցառումները։ Այս տարին էլ բացառություն չէ, եւ օգոստոսի 16-ին Երազայգում, իդեպ Երազայգին միշտ նման նախաձեռնություններով է հանդես գալիս, այո, միշտ փորձում է տոները այսպես ազգայինով համեմել, եւ այս տարին բացառություն չէ, ժամը 6-ից սկսելու է տոնական ծիսակարգը, խաղողի օրհնություն, համերգային ծրագիր է լինելու եւ մասունքն է նաեւ նավակատիքի հետ լինելու համատեղ ծրագրով է հանդես գալու։ Այս տարին թեմատիկան տարբեր է լինում, այս տարի էլ լինելու է հացի արարման ծեսերով համեմված, այո, այսինքն հացին երգերը սկսած արարումից, ցորենից մինչև այո, հացը ստանալ անմիջապես եւ շատ սիրուն տեսարանների է կականատես լինելու, բացի խաղողի օրհնությունը, համայնքային պարը, այնպես որ սիրով բոլորիդ կսպասենք այնտեղ։ Կարող ենք ասել, որ նմանատիպ գեղեցիկ միջոցառումները նաեւ նպաստում են, որպեսզի ավելի պատանի եւ երիտասարդ տարիքի երեխաները ծանոթանան մեր հայկական ավանդույթներին եւ քանի որ ձևը ավել է այսօր քան բովանդակությունը եւ մենք տեսնում ենք մարքեթինգային քայլերը որքան են առաջ մղում ոչ մեզ համար այդքան կարեւոր տոները, կարող ենք արդյոք ասել, որ նման կերպ ավելի այսպես ճանաչելի կդառնան երիտասարդների մոտ կամ տարբերակներ մտածենք, որպեսզի մարքեթինգային քայլերով առաջ բերենք նաեւ մերը։ Տեսեք, մի ձեզ շատ գեղեցիկ բան ասեմ, միգուցե մենք մեջն ենք, չենք նկատում, մենք դրսից ընկերներ ունեի, ովքեր ֆոլք պարերով էին զբաղվում եւ երբ որ եկել էին Հայաստան, իրենք զարմացել էին, որ այս ամբողջը տոներ, ծեսեր, նշող ժողովուրդը մարդիկ հիմնականում երիտասարդներն են, ինչի իրենց համար մի այսպիսի շոկ է, վաու, երիտասարդները, քանի տարեկան եք դուք, վայ, ինչպես եք զբաղվում, եւ սա շատ հրաշալի ցուցանիշ է, նշանակում է, այսինքն երբ որ մարդ պիտի արդեն ընտրի իր ճանապարհը, հա, երիտասարդության շեմին, երիտասարդության սեմին, արդեն կողմնորոշվում է ինչ ընտրել։ Եվ կան մարդիկ շատ այսպես զբաղվում են ամեն ինչով, բայց ազգայինը իրենց անքակտելի մասն է դարձել։ Եվ երևի թե ամեն մեկս, մեր Ռուդիկ Հարոյանն էր ասում, օրինակի ուժն է ամենամեծը։ Եթե ես լինեմ, դուք լինեք, մեկը լինի մյուսը օրինակ, սա արդեն վարակիչ է։
Եվ օրինակի ուժն է ամենամեծը, հետևաբար մենք պիտի անենք, կրողը լինենք, մենք դրանով լինենք զարդ, որ այդ զարդ ուզենան մյուսները նույնպես կրեն։ Պես որ օրինակի ուժով փորձենք։ Դե գեղեցիկ ավանդույթներ են ձևավորվել, որ մեր ժամանակ չկային ու ես առաջին անգամ զգացի այդ խնդիրը, երբ գնացել էինք այլ երկիր եւ ամբողջ խմբով չկարողացանք միասին մի երգ երգել կամ մի պարպարել։ Բայց հիմա դա արդեն այդ հարցը լուծված է, որովհետեւ ես հատկապես զբոսաշրջիկների հիացմունքներն եմ նայում, երբ նրանք հայտնվում են օրինակ Կասկադի հատվածում պատահաբար ու տեսնում են, որ երիտասարդները բոլորը հայկական են ապարում, ասում են Վաու, սա ինչ է, իրենց համար շոկային է։ Այո, շատ լավ է, որ երիտասարդները ի տարբերություն մեր ժամանակների, որ մենք երիտասարդ ենք, շատ ավելի տեղեկացված են եւ կան նմանատիպ հնարավորություններ ու այստեղ նաեւ շատ կարեւոր է ճիշտ ներկայացնել ու մատուցել մեր գեղեցիկ տոները, ավանդույթները օտարերկրյա ներկայացուցիչներին։ Այո։ Դե ինչ շատ շնորհակալ ենք Մերի, սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Ռուդիկ Հարոյանի հիմնադրած Մասունք ավանդական երգի Պարի համույթի անդամ եւ մենակատար Մերի Լևոնյանի հետ։ Հիմա մենք կխնդրենք լուսանկարվել միասին, դուք էլ եւս մի երգ վայելեք, որից հետո կվերադառնանք եւ մեր մյուս հյուրերին կողջունենք։ Այո, մնացեք մեզ հետ, իդեպ շնորհակալություն նաեւ փոքրիկ երգեցիկ հատվածների համար իսկապես շատ կարեւոր էր մեզ համար։ Էպես որ մասնակցեք այս տոնին, մնացեք մեզ հետ։
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ, սեր առավոտից հարգելի ռադիոլսողներ, իդեպ շնորհակալություն ենք հայտնում գեղեցիկ բարեմաղթանքների մեկնաբանությունների համար, մենք նրանք ընթերցում ենք, բայց քանի որ այսօր եթերը հյուրառատ է, մենք փորձում ենք ոչ մի տեղեկություն բաց չթողնել ձեզ համար եւ շարունակում ենք մեր եթերը, մեր հյուրասրահի դռներն այսօր բացվել են արդեն երկրորդ անգամ եւ ողջունենք մեր հաջորդ հյուրերին։ Այո, բարեբախտաբար, ինչպես նշեցինք, տարբեր համայնքներում դեռ մարդիկ պահպանում են ավանդույթները եւ այս տարի էլ օգոստոսի 16-ին Արենի համայնքում կկայանա խաղողոշներ տոնը հայկական խաղողագործության եւ գինեգործական ավանդույթները կրկին կհամախմբեն հարյուրավոր հյուրերի Արենի համայնքում եւ հենց այդ մասին էլ խոսելու ենք մեր հյուրերի հետ, արդեն մեր տաղավարում են Արենի համայնքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանը եւ Արենի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյանը, բարի լույս եւ բարի գալուս տաղավար։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ նաեւ շնորհակալություն, որ նման կարեւոր գործ եք անում, որովհետեւ տոնի վերածելով բնականաբար մեր ավանդական տոները ավելի մեծ շուկով նշելու տեսանկյունից ավելի մասսայականություն է ձեռք բերում ոչ միայն մեր հայրենիքում ու մեր հայրենակիցների համար, այլև օտարազգիների համար եւ կարող ենք ասել, որ յուրաքանչյուր նման միջոցառում խթանում է նաեւ զբոսաշրջությունը։ Այո։ Ինչ է նախատեսվում Արենիում, եթե չեմ սխալվում, բազմաթիվ գինեգործական ընկերություններ են նաև մասնակցելու, ինչ է նախատեսվում, ինչ տեսակ միջոցառում է սպասվում։ Բարի լույս, շնորհակալություն մեծ հյուրընկալելու համար։ Պետք է նշեմ, ինչպես նշեցիք, այո, Արենի համայնքում շատ է կարևորվում հենց ավանդույթների պահպանումը եւ հատկապես զբոսաշրջությունը, այսպես զբոսաշրջությանը զարգ տալու համար նաեւ շատ կարևոր են փառատոները, իրադարձային զբոսաշրջության հենց ոլորտը զարգացնելու համար, բայց այստեղ ամենակարևոր բաղադրիչը նաեւ մեր բնակավայրերը ներկայացնելու իր ամբողջ եւ զբոսաշրջային ներուժով եւ իր մշակույթով եւ իր հուշարձաններով եւ իհարկե համայնքը ավելի ակտիվացնելու։ Այո, տնտեսապես նաեւ իհարկե մենք օգոստոսի 16-ին իհարկե նշվում է խաղող օրհնեկի տոնը եւ Արենի համայնքը իհարկե չէր կարող անմասն մնալ այս ամենից եւ արդեն երրորդ տարին է որ մենք Աղավնաձոր բնակավայրում ենք անցկացնում խաղող օրհնեկի տոնը Մենք իհարկե բազմաթիվ փառատոններ ունենք Արենի համայնքում, մենք ունենք 9 բնակավայր եւ այդ յուրաքանչյուր բնակավայրերի ունենք մենք կամ գյուղի փոքր տոներ կամ մեծ փառատոններ։ Իհարկե համոզված եմ գիտեք Արենի գինու փառատոնի մասին։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Այո, որը այսպես շատ մասշտաբային եւ տարածաշրջանում ամենամեծ փառատոններից մեկն է։ Հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ նաեւ Աղավնաձորում անցկացվող խաղող օրհնեկի տոնն էլ տարիներ հետո հասնի այդ մասշտաբների, հա։ Մենք ունենք իհարկե մեզնից առաջ Մերին էր հյուր, եւ Մերին ինքը ծննդող Աղավնաձորից է, ներկայացած մշակութային մասը խաղող օրհնեկի ժամանակ ինչ է կատարվում։ Մենք մեկնարկը տալու ենք ամսի 16-ին ժամը 4-ին, ունենալու ենք հրավիրված երգիչներ, ունենալու ենք խաղող օրհնեկի, այսինքն խաղողի առաջին բերքի օրհնության կարգ, ունենալու ենք լարախաղաց, ազգային երգերաշտություն, ինչպես նշեցի, նաև Արենի համայնքի մշակութային խմբերն են ներգրավված փառատոնի ընթացքում։ Այսպես, բայց ուզում եմ նաև մի քիչ մեր փառատոնների մասին էլ խոսել, որ մենք անցկացնում ենք ու մեր նախաձեռնությունների մասին եմ ուզում։ Դե դրանց մասին մենք կխոսենք անպայման, այսօր ավելի շատ մենք հավաքվել ենք խաղող օրհներգի հետ կապված եւ ինձ մի բան էլ է հետաքրքրում, տեսեք, միջոցառումներ եք անում, փառատոներ եք կազմակերպում, որպեսզի զարգացնեք, ակտիվացնեք նաեւ մշակութային կյանքը, որը եւս շատ կարեւոր է, եւ արդյոք համայնքը պատրաստ է ընդունել բազմաթիվ զբոսաշրջիկների թվականակի մասին եմ խոսում, որովհետեւ մենք ուրախանում ենք, շատ լավ է, բայց նաեւ այստեղ աճելուն զուգահեռ պիտի կարողանանք այդ զբոսաշրջիկներին պահել։ Ես հաճախ նկատում եմ, որ ինչքան էլ որ կան հյուրանոցներ, հյուրատներ, այդուհանդերձ ժամանցային հատվածներն են քիչ մարզերում առհասարակ եւ այստեղ զբոսաշրջիկի համար խնդիր է, որովհետեւ նա օրինակ ենթադրենք ունենա 2 օր փառատոն, որ գիտի որ կա, կգա ու կմնա ձեզ մոտ։ Սա ավելի կարեւոր բաղադրիչ է, արդյոք դուք նաեւ դրան ուշադրություն դարձնում։ Միանշանակ ուշադրություն դարձնում ենք, դա շնորհակալ եմ հյուրընկալելու համար մեզ, ողջունում եմ բոլորին։
Իրականում Արենի համայնքը դեռ երկար տարիներ է, որ հյուրատնային բիզնեսը այստեղ զարգանում է եւ ոչ միայն Արենի բնակավայրում, որը դեռևս վաղուց կա այս հյուրատնային բիզնեսը, այլ նաեւ մնացած բոլոր բնակավայրերում Արենի համայնքի եւ ինչպես նշեցիք ժամանցայինի հետ կապված գալով հյուրատուն այդտեղ զբոսաշրջիկը պարապ չի մնում, այսինքն Գործ եք դնում մարդկանց իրենք միանում են եւ խաղողն են հավաքում եւ գինու պատրաստման ամբողջ գործընթացին են իրենք մասնակցում, այսպես ասած իրենց ձեռքով պատրաստում են գինին, որը որ հավաքել են խաղողի այգիներից եւ կարող են այցելել տվյալ բնակավայրի գինու գործարաններ կան, այդտեղ փորձել տարբեր գինիներ, տարբեր ճաշատեսակներ եւ հենց մեր փառատոնի ընթացքում, այս խաղողների տոնի ընթացքում ներկայացվելու են ազգային ճաշատեսակներ, որոնք պատրաստվում են հենց տվյալ բնակավայրում, որոնք բնորոշ են Աղավնաձոր բնակավայրին։ Օրինակ մեզ կզարմացնեք ճաշատեսակները։ Որևէ ճաշատեսակով Փորձեմ իհարկե Աղավնաձորին հատուկ նաև տարածաշրջան Արենի համայնքին հատուկ մի շատ համեղ ճաշատեսակ կա խնով շորվա է կոչվում խնով ապուր, որը պատրաստվում է սեղի եւ ձմերուկի կորիզներից։ Կարող ենք նաև կորիզները իհարկե չորացվում են, մշակում են, աղացվում է, ամեն ինչը եւ եփվում է, կարող են կարտոֆիլ ավելացնել, ինքը շատ յուղոտ էսպես համեղ ճաշատեսակ։ Դեսերտ չի, չէ։ Չէ, ինքը ապուր է։ Կերել ես, վեգա փորձել ես այդ։ Դե ուրեմն հրավիրում ենք ձեզ ամսի 16-ին Աղավնաձոր, համեցեք եւ կճաշակեք Աղավնաձորի համեղ ուտեստները եւ այդ առումով ձեր որ նշեցիք որպեսզի մենք տուրիստին պահենք դա շատ կարեւոր է իրականում մենք այս տարի որոշել ենք քանի որ Արենի գինու փառատոնը այս տարի անցկացնելու ենք հոկտեմբերի 3-ին ունենք եւս մի փառատոն, չէ, այդ ժամանակ։ Ինքը շատ լավ եղանակ է, շոքել չի։ Հա, ունենք Ռինդում Տադիշորվա փառատոն, որ երրորդ տարին ենք անցկացնում արդեն։ Որոշել ենք այս երկու փառատոնները կապել իրար հետ, 3-ին հոկտեմբերի 3-ին անցկացնենք գինու փառատոնը, 4-ին Տադիշորվա փառատոնը, զբոսաշրջիկին այս երկու օրը պահենք մեր համայնքում։ Համայնքի տնտեսության հետ կապված կոմպոնենտը նշեցիք, հետաքրքիր է, քանի արտադրող է ներկայացված, ինչ ձևով են իրենց արտադրանքը ներկայացնելու, արդյոք նոր գինեգործական ընկերություններ կամ գուցե անհատներ միանում են ամեն տարի, քանի ընկերության կամ անձի է հնարավորություն տրվել այս տարի։ Արդյոք մյուս համայնքներից էլ են մասնակցում, որովհետև սա եւս շատ կարևոր է, բայց անուններ չտանք։ Հա, անուններ փորձենք չտալ, բայց այո ունենք, իհարկե տաղավարներ ունենք, այս պահին արդեն ունենք գրանցված 25 տաղավար, որ Աղավնաձոր անցած տարվա համեմատ իհարկե բավականին աճել է թիվը տաղավարների գինեգործներ ունենք եւ Աղավնաձոր բնակավայրից են եւ Արենի համայնքից ունենք, որոնք մասնակցելու են, ունենք մեղրագործներ նաեւ պիտի նշեմ, որ օգոստոսի 8-ին մենք ունեցանք Գնշիկ բնակավայրում մեղրաքամի տոն, ու այդ տոնի շրջանակներում այն մեղրագործները, ովքեր եկել էին Գնշիկ, ցանկություն հայտնեցին նաև մասնակցել Աղավնաձորի խաղողորնեքի տոնին, ներկայացվել է նաև մեղր, ունենք նաև այլ համայնքներից, Երևանից էլ են գալիս, ունենք հյուրեր, Երևանն էլ է ներկայանում տաղավարով, ունենք նաև Մալիշկայից, ունենք նաև Եղեգնաձորից տաղավար, Արփի բնակավայրից ունենք էլի մեր համայնքում, բայց ամեն դեպքում համովություններ այո, լինելու է համովություններ, ձեռագործ աշխատանքներ, հեղինակային գործեր ու նշեմ, որ այն մարդիկ, ովքեր մասնակցում են, այսպես շարունակական է փառատոնային այս ամբողջ իրադարձությունները եւ բոլոր փառատոններին իրենք մասնակցում են, այսինքն Գնշիկին մասնակցեցին, հաջորդը խաղողորտնեք, այդտեղ են մասնակցում գինու փառատոնի, Տադիշորվա փառատոնի, Խաչիկի Գաթայի փառատոնին եւ այսպես շարունակական նման մի բան է դառնում յուրաքանչյուր անձի համար ժամ մասնակցում են բոլորը։ Իսկ ինչքան ակնկալիք ունեք, որքան մարդ է գալու ամսի 16-ին։ Նախատեսել եք էլի, այսպես։ Հա, իհարկե ես վստահ եմ, որ գերազանցելու եք ձեր նախատեսածից, բայց մենք էլ ենք համոզված, որ գերազանցելու ենք, բայց անցած տարի մենք Աղավնաձորում ունեցանք երկրորդ տարին էր անցած տարի ունեցանք մոտ 2000 այցելու
Իհարկե հաշվի առնելով, որ ինքը նաև նոր փառատոն է, բայց իմ կարծիքով, այսպես չգիտեմ, սուբյեկտիվ կլինի իմ կարծիքը, քանի որ սա կապված է նաև եկեղեցական տոն է, տուրիստա կամ զբոսաշրջիկը այլ կերպ է մոտենում։ Եթե կմտածի, որ այս փառատոնին գնամ թե չէ, բայց քանի որ այստեղ նաև ծիսակարգ է անցկացվում եւ նաև սա առաջի բերքն է խաղողի, մտածում ենք, որ ամեն դեպքում գոնե 3-4000 զբոսաշրջիկ պետք է ունենանք։ Վստահ եղեք, այդպես էլ լինելու է։ Ժամանցային կոմպոնենտի հետ կապված ինչ զբաղվածություններ են լինում, ինչ փորձառություններ են սպասվելու, բացի գալ, համտեսել, գնել, ծանոթանալ, ուտել խմելուց, այո, ինչով են զբաղվելու զբոսաշրջիկները, որոնք կգան։ Արդեն նշեցինք, որ ունենք երաժշտական մաս, հայտնի երգիչներ, երաժշտական բենդ, իսկ ավանդական հատված լինելու է երաժշտական կոմպոնենտը պահելու համար։ Պարուսույցի գլխավորությամբ նաև բարի ուսուցում, հյուրերի հետ միասին ազգային բարեր, լարախաղաց, ինչպես արդեն նշեցինք, կարող են մասնակցել խաղողի բերքահավաքին, էլի արդեն նշեցի, այսպես Լուսանկարիչներ լինելու են։ Ինչի եմ հարցնում, որովհետև այս խաղողորտներքի հետ կապված, այդ խաղողի ճզման արարողության հետ կապված, աղջիկները միշտ ուզում են ունենալ կոնտենտ։ Ցավոք, հիմա այդ ժամանակահատվածում ենք եւ օրինակ ենթադրենք, եթե կա հատված, որտեղ կարող է ինքն նկարվել եւ այդ գործընթացն, արդյոք այս մասին մտածել եք։ Ֆոտոզոնայի։ Բայց այդ խաղողի գործընթաց։ Աղավնաձորցիները հենց իրենք տաղավար ունենք, 2 օր առաջ էր աղավնաձորցինք, հա, ունենք հենց խաղողի ճզման, այսպես ինչ ֆոտոզոնային, հա, պատրաստել ենք աղջիկները, հենց աղավնաձորցիները իրենք են պատրաստել։ Մենք իհարկե ունենալու ենք լուսանկարող, այնպես որ այդ առումով են մասնակցում հենց աղավնաձոր բնակավարի բնակիչները ու մարդիկ ովքեր մասնակցում են, իրենց տաղավարները այնքան սիրուն են ձևավորում, այնքան ազգայինը, որ դա արդեն դառնում է ֆոտոզոնա եւ հենց հյուրը որ գալիս է այդտեղ, արդեն իր համար ոնց որ կա էլի այդտեղը նկարվելու ու սիրուն նկար ստանալու։ Եվ արդեն կարծում եմ ամփոփելով կարող ենք առաջիկա փառատոններից նաև այլ նորությունները ներկայացնել։ Մենք ինչպես նշեցի ունենք 9 բնակավայրին նումել ունենք գյուղի տոներ եւ փառատոններ։ Իհարկե օգոստոսի 16-ին բոլորին սիրով ձեզ հրավիրում ենք Աղավնաձոր, մեկնարկը ժամը 4-ին։ Դրանից հետո մենք ունենք նաեւ Ելփին բնակավայրում օգոստոսի 29-ին ունենք փառատոն, Դիդիվանի տոն է կոչվում։ Դիդիվանը իհարկե շատ հայտնի Ելփինում հայտնի մատուռ է, սրբատեղի է։ Սեպտեմբերի 5-ին ունենք Ագարակաձորի տոն։ Սեպտեմբերի 19-ին Գաթայի փառատոն ունենք։ Շնորհակալություն իմ պատվին տոն մտածելու մասին։ Որներ, Լուսինե։ Դա շատ հրաշալի առիթ կլինի մեզ հետ նշելու ծննդյանորը։ Հոկտեմբերի 3-ին ինչպես նշեցինք 4-ին էլ հաջորդներ։ Հա, գինու փառատոն, Տատիշորվա փառատոն, հետո դրանից հետո ունենք հոկտեմբերի 10-ին Չիվայի գյուղի տոն եւ 17-ին կեզրափակվի Արփի գյուղի տոնով։ Իսկ ձմռանը շատ արագ էս էլ հարցնենք ու Ձմռանը ցավոք սրտի այս սեզոնի մասին չենք մտածել, փառատոն չունենք, բայց մտածենք, որովհետև մենք գիտենք, թե որքան զբոսաշրջային ուղղություն է, այսպես ասած ձմեռային նախատոնական տոնավաճառները եւ այլն, այսպես էլ կարող ենք էլի զբոսաշրջիկներ կանչել կլոր տարի։ Ահա։ Բարեբախտաբար այո, հրաշալի է, որ գնալով նման միջոցառումները ավելի են զարգացնում թե տնտեսապես, թե զբոսաշրջային առումով նաև մեր համայնքները։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Արենի համայնքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սյուզան Մարգարյանի եւ Արենիի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արմինե Վարդանյանի հետ։ Մենք այո, շնորհակալություն ենք հայտնում, ձեզ մաղթում ենք հաջողություն եւ բազմաթիվ զբոսաշրջիկներ, այնքան շատ լինեն, որ չդիմանաք, ասեք ոնց ենք այսքանը անելու, ոնց է սա տեղի ունենալու։ Թող այդպես լինի, թող ձեր խնդիրը լինի շատ քանակությամբ զբոսաշրջիկների հետ կապված։ Միայն եւ միայն։ Շատ շնորհակալություն սիրով։ Ջերմ զրույցի համար։ Խնդրեմ, սիրելի ռադիոլսողներ, մնացեք մեզ հետ, վերջին րոպեներն են իհարկե, բայց միասին դեռ անելիք ունենք։ Դարերի խորքից եկած մեզ բարեն բարում մեր պապերը նենց են բարում, որ շարժում են սարքա արես բարերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինտբայի անցյալի թելը, այդ բարի մեջ կակո գենը Հուսուսի հարուցի նման են, շարժումները պինտբայի ուսելը դու հողին ամուր խփի ոտքերը, մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում, որ ապրելը պինտբայի անցյալի թելը, այս բարի մեջ կակո գենը
մեստագից մի չեմ ուշուվան Մեր պապերը միացիր ամեն ինչ մոռացիր գորասր կիտ բարերը Որին ես ուժեղում իշտ խելոխտ ինչպես բարը պապերը Թույլ պայի անցյալի թելը ես բարի մեջ կակոգենը Դուր ինձ քո ձերքը հաղթողը մենք ենք Հոգիս երկում է լեռների երկը Դուր ինձ քո ձերքը գորն տղերքը Ես բարը զենք է դե բարի կոչարի Samuel Hagop, yeah! Դարերի խոքից եկած մեզ բարեն բարում Մեր պապերը մեծ են բարում, որ շարժում են սահարկա Արես բարերը, մեր պապերն ու մեր բարերը Հիմք են ստեղծում, որ ապրելը պինդ բայի անցյալի թելը Այդ բարի մեջ կակոգենը ուսուսի հարուցի նման Դեն շարժումները պինդ բայի ուսելը Դու հողին ամուր խպի ոտքեր հետ մեզ տագից մի չեմ ուշուվան Մեր պապերը միացիր, ամեն ինչ մոռացիր գորասր կիտ բարերը Դուր ինձ քո ձերքը հաղթողը մենք ենք Հոգիս երկում է լեռների երկը Դուր ինձ քո ձերքը գորն տղերքը Ես բարը զենք է դե բարի կոչարի Դե բարի կոչարի Քոչարի, որ ստիպումը հոգուտ մեջն ես Քոչարի, դու բարի, որ ինքդ քեզ ճանաչես Քոչարի, քո պարը պապերի ամբերից վեր պահի Քոչարի, բոլորին պարելու կոչարի Քոչարի, բոլորին պարելու կոչարի Սուրճ ու սեր առավոտից Այո, մի տեսակ այսօր շատ հագեցած էր մեր եթերը, նույնիսկ մենք միասին դեռ չենք թերթել պատմության էջերը։ Ասեմ ավելին, այնքան հագեցած էր, որ բազմաթիվ նոր մեկնաբանություններ ունենք, որոնք չենք հասցրել կարդալ դրա համար հիմա շատ արագ կարդամ ձեր մեկնաբանությունները եւ փորձենք հասկանալ, թե այլ երկրներում ինչ տոներ են նշում, մենք մեր տոներին բարեբախտաբար անդրադարձանք։ Բարի լույս իմ լավ անկեղծ բարեկամներ ջան, գրում է Ալա Վարդանյանը, բարի լույս եւ բարի օր է մաղթում Դավիթ Այվազյանը, Եստեր Մխիթարյանը նույնպես բարի լույս է մաղթում, Ամալիա Ղազարյանը նույնպես մեզ միացել է իր ավանդական դարձած էմոջիներով։ Իսկ հիմա տեղափոխվենք այլ երկրներ, սկսենք նահանգներից, տեսնենք թե նրանք ինչ են տոնում, վերջապես իսկապես կարևոր մի տոն, որը կարծում եմ մեզ նույնպես չէր խանգարի ունենալ ֆինանսական իրազեկման ազգային օրն է, ֆինանսական գրագիտություն եւ իրազեկ լինելը վստահաբար ինձ ոչ չէր խանգարի։ Սոցիալական ապահովման օրն է եւս Միացյալ Նահանգներում եւ առանց ուտելիքի չենք կարող իհարկե։ Պաստորեն գոյություն ունի պաղպաղակ, որը կոչվում է creamsicle, այս պաղպաղակի ազգային օրն է նշում նահանգներում, չեմ կերել, կարծում եմ նույնիսկ չեմ պատկերացնում, թե ինչի է նման։ Լաոսում նշում են սահմանադրության օրը, կարող ենք տեղափոխվել Լեհաստան։ Լեհաստանում ճարտարագետների օրն են նշում։ Ճապոնիայում Բոնի փառատոն է։ Պորտուգալական կորիդայի ծննդյան օրն է այսօր։ Պակիստանում անկախության օր են նշում։ Գնանք Ռուսաստան, որովհետև Ռուսաստանն էլ տարօրինակ զվարճալի հետաքրքիր տոներ ունի, ինչպես հաճախ Միացյալ Նահանգներում է։
կա վարչության ձևավորման օրն է։ Հիվանդագին երևակայության օրն է այսօր։ Իմ տոնն է նշում։ Դուր դու հիվանդագին երևակայություն ունես։ Իհարկե, այն էլ ինչպեսի։ Չէ, ես խելոք նորմալ աղջիկ եմ։ Ցանկացած անհեթեթ բան, որը կարող է իմ մտքով անցնել, իմ ուղեղը այն ինձ կարող է ապացուցել։ Լավ, իսկ երբևէ մտքովդ անցել է կրիային զբոսանքի տանել։ Եթե ունենայի, կարծում եմ կտանայի, բայց կրաներով չեմ հետաքրքիր։ Կտանեի զբոսանքի կրիային, դու պատկերացնում ես դանդաղ էիր քայլելու։ Մի հետաքրքիր տեսանյութ կա, համացանցում ցույց կտամ քեզ էլ Ճապոնիայում, եթե չեմ սխալվում Տոկիոյում ապրում է մի բավական տարիքով պապիկ, որը ունի մեծ կրիա եւ միշտ ցույց են տալիս, թե ինչպես է նրա այդ զբոսանքի հանում, առանց որևէ բնականաբար կապի, առանց որևէ համապատասխան սարքի, կրիան պարզապես լուր հետևում է իր տիրոջով, շատ գեղեցիկ պատկերը ցույց կտամ։ Իմիջիայլոց կրիաները շատ հետաքրքիր կենդանիներ են եւ ինձ բախտ է վիճակվել տեսնել, գրկել տարբեր կրիաների եւ շփվել նաեւ 200 տարեկան կրիաների հետ։ Նրանք անչափ բարի են եւ երբ նրանց ուտելիք, երբ մտնում ես ջուրի, իրենք վազելով գալիս են լողալով, որովհետեւ գիտեն, որ դու նրանց համար ուտելիք ես բերել։ Բայց նրանք երբ ուտելիք են տեսնում, արագել են կարողանում շարժվել։ Մի լողում են։ Հա, ջրի մեջ դե հա, արագ կարողանում են շարժվել եւ առհասարակ կան երկրներ, որտեղ մարդիկ ուղակի գնում են եւ ափերից հավաքում են կրիայի ձվերը, տանում են 2 շաբաթ պահում են ապաստարաններում, որովհետեւ ասում են, եթե մենք հոգ չտանենք, նրանցից մեծ մասը ուղակի չի մնա կենթանի։ Ու հետո բաց են թողնում օվկիանոս, բա։ Այսպեսի բաներ, գնանք առաջ։ Գնանք առաջ, պատմության էջերը այսօր կարծես թե չափազանց քաղաքական են, բայց մի բան է սկսվել 1908 թվականի այսօրը, որը ես տանել չեմ կարողանում եւ կարծում եմ, որ սրանք մրցույթների վատագույն տեսակն են, Անգլիայում անց է կացվել գեղեցկության առաջին միջազգային մրցույթը, մի բան, որը ես կարծում եմ, որ հնացած է եւ գոյություն ունենալու իրավունք այլևս չունի։ Ես հիշեցի ֆիլմը, որտեղ ասում է խաղաղություն ամբողջ աշխարհում։ Եվ իրականում այդ ֆիլմը բավականին թե ֆիլմ է բնականաբար Սանդրա Բալոկն էր նաև խաղում գլխավոր դերում եւ այսպես հենց ամբողջությամբ նվիրված էր գեղեցկության մրցույթներին, մախինացիաներին, որ առհասարակ տեղ են ունենում տարբեր միջոցառումների ետնաբեմերում։ Ես ուզում եմ տեղափոխվենք նաև 1994 թվական, որովհետեւ հենց այսօրը Hubble տիեզերական հեռադիտակը նկարահանել է Ուրանի օղակները։ Այո, եւ շարունակենք, մենք հիմա փորձում ենք այնպես անել, այո։ Կարծես թե օլիմպիական խաղերում է բասկետբոլիստների համար կարևոր օր եղել 1936-ի այսօրն է, որ որոշվել է, որ վերջապես բասկետբոլը նույնպես պիտի ներառվի։ Եվ շատ ճիշտ է արել, որովհետեւ շատ կարևոր մարզաձև է։ Տեղափոխվենք 1888 թվական, Օլիվեր Շելենբերգերն այսօր արտոնագրել է էլեկտրաէներգիայի հաշվիչը, հենց այսօրը, հա, այդ թվականին։ Գնանք առաջ։ Քոլնի տաճարի շինարարությունն է ավարտվել 1880 թվականի հենց այս օրը փաստորեն։ Մի քիչ քաղաքականացնենք 1769 թվականի այսօրը Ֆրանսիան նվաճել է Կորսիկան։ Կարևոր քայլեր են Վիրջինիայում ձեռնարկել հարբեցողության դեմ, Հյուսիսային Ամերիկայում պայքարի առաջին քայլերն են արվել, արգելվել է խաղող աճեցնել։ Տեղափոխվենք Ես հայտնի։ հիշեցի բազմաթիվ օտարազգիների ռիլերը, որ ապշահար են Հայաստանից, ասում են, նրանք անդադար խմում են։ Այս հայերը վաճառվում է ամենտեղ խմիչքը, ազատ վաճառք կա, նրանք խմում են սրճարաններում, նրանք խմում են ռեստորան, բայց որևէ անգամ չես կարող հանդիպել հարբած անշնորհք վարքագծով որևէ քաղաքացու։ Մենք խմել գիտենք ուղակի, հա, երևի դրանով է պայմանավորված։ Գնանք առաջ։ Տեղափոխվենք ծննդյան տարեդարձներ։ Իմ սիրելի դերասանուհիներից մեկի ծնունդն է փաստորեն այսօր, գեղեցկուհի, պարզապես Միլա Կունիսն է ծնվել 1983 թվականի այսօրը, ուկրաինական արմատներով դերասանուհին։ Նա իրականում իր կոմեդիկ կերպարներով է հայտնի, բայց Արոնոֆսկու Սև կարապում նա վատ դեր է մարմնավորում եւ բավական լավ է խաղում իր դերը Նատալի Պորտմանի հետ։ Իրականում լավ ֆիլմ է շատ եւ իրական ֆիլմ է, ծանր է, բայց իրական ֆիլմ է եւ բալետի աշխարհի, այսպես ասած, կուլիսային բազմաթիվ իրարանցումներ քեզ համար པարզ են դառնում։ Իտալացի դերասան եւ ֆոտոմոդել Ռաուլ Բովան է ծնվել 1971 թվականի հենց այսօրը։ Շարունակելով գեղեցկուհի դերասանուհիների ցանկը Հոլի Բերի ծննդյան օրն է այսօր 1966-ի այսօրն է, իդեպ նա առաջին աֆրոամերիկացի դերասանուհին է, որն արժանացել է Օսկարի։ Ես սիրում եմ իրեն, շատ հետաքրքիր է։
է եւ հայտնի ֆիլմերն են հրեշների պարահանդեսն ու X Martic ֆիլմաշարը, X Martic ֆիլմում հատկապես կարծում եմ նրա լեգենդար դերերից մեկն է, նաև ամենահայտնի կատու կանանցից մեկն է, որոնք որ մարմնավորել են եւ նկատել են, որ նա շատ է խաղում ֆանտաստիկ ֆիլմերում, որպես այդ ժանրի դերասանուհի լավ հաջողված է։ Ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Բեարն է ծնվել 1963-ի հենց այսօրը Պիեր Ռիշարի հետ նկարահանվել է Վերելակից ձախ ֆիլմում, մյուս հայտնի ֆիլմերն են Ութ կանայք, Նատալի, Ֆրանսուհին, Սառցե սիրտը, Դժոխք եւ ամերիկյան առաքելություն, նան իրագործելի է ֆիլմը։ Մարզաշխարհում, քանի որ բասկետբոլից խոսեցինք, ամերիկացի բասկետբոլիստ Մեջիկ Ջոնսոնի ծննդյան օրն է այսօր, 1959-ի այսօրն է ծնվել մարզիկը։ Ահա, ամերիկացի դերասան, երգիչ, պրոդյուսեր եւ դրամատուրգ Սթիվ Մարտինն է ծնվել 1945-ի այսօրը, նա մեծ ճանաչում է ձեռք բերել Անուղելի խաբեբաները եւ Վարդագույն ընձայռույց ֆիլմերի շնորհիվ, հիշում ես, չէ՞։ Ռոզվե Պանտերան։ Ես մուլտֆիլմն եմ հիշում, բայց ֆիլմը չեմ հիշում, չեմ դիտել վստահաբար, ոչ թե չեմ հիշում։ Դիտիշ բավականին կծիծաղես։ Կարծես թե այսքանն էին հայտնի ծննդյան տարեդարձներն այսօր եւ ճիշտ ժամանակին էլ հասցրեցինք ամփոփել, որովհետեւ 10:55 է, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ աստիճանաբար ձեզ հրաժեշտ տանք, բայց կոչ անենք, որ դուք շարունակեք մնալ հանրայինի հետ։ Այո, մենք չենք ուզում ձեզ հրաժեշտ տալ, բայց ցավոք ժամանակն անսպառ չէ, մենք պիտի հրաժեշտ տանք ձեզ հարգելի ռադիո լսողներ, այնպես որ մնացեք հանրայինի հետ, հանրային ռադիոյի աշխատակիցներ սիրով են աշխատում ձեզ համար եւ հանրայինը երբեք չի քնում ու չի դադարում աշխատել։ Սա շատ կարեւոր է, չէ՞, համաձայն ես։ Այսօր հետաքրքիր տոներ ներկայացրեցինք ձեր ուշադրությանը, հարգելի ռադիո լսողներ, մնացեք մեզ հետ։ Ձեզ համար այսօր աշխատեցին եթերում շատ սիրելի Վեգա Անդրեասյանը եւ աննման Լուսինե Մուրադյանը, մնացեք մեզ հետ։ Ձեզ մաղթում ենք նաեւ հաճելի հանգստյան օրեր եւ առաջարկում, որ անպայման մասնակցել խաղաղորդներքի արարողությանը, որը տեղի ունենալու այս կիրակի։ Հաջողություն։ Վաչերով աղջի լա 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 Քաղցր վաչերով աղջի լա 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 Ողջ աշխարհը մանեգա քեզ պես աղջիկ չտեսա Ես վինու չարմի տղա իմ սրտի հետ մի խաղա Արի բացեր տանդուրը Կանաչ կարմիր է լա 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 Բոյը դալար բարդի է լա 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 Ախ ես քեզ ոչ սիրում